Ամեն Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, մի հետաքրքիր խոսք է իմ սրտում, ուզում եմ կիսվեմ ձեր հետ, ուզում եմ խոսամ, չգիտեմ, ուզում եմ տենց ոնց որ գիտեք ոնց է, հետաքրքիր է, որ Աստվածաշունչը դու նայում ես պատկերացնելով, դու պատկերացնես, փորձես հասկանաս այդ իրավիճակը, ու գիտես ինչ, շատ հետաքրքիր է, երբ որ դու Աստվածաշունչը նայում ես, հասկանալով այդ իրավիճակը, ու քո դրությունը դնում ես այդ իրավիճակի մեջ։ Ну, այնց չի, որ Աստվածաշունչը, գիտես, իմ մեր հետ вообще ընդհանրապես կապ չունի։ Աստվածաշունչը այդ ժամանակի համար էր, այդ մարդկանց համար էր, մենք էլ պետք է նայենք, ապրենք ուղակի հետևելով։ Սելիս Աստվածաշունչը 3 այսօր հավիտյան կենթանի է ու հենց ուղիղ կապ ունի իմ ու քո հետ։ Առանց ոչ մի ժամանակներ հաշվի առնելով։ Ասենք այս բանը տեղի ունեցել Պետրոսի հետ, իմ հետ ի՞նչ կապ ունի։ Չէ, սիրելիս, Պետրոսը ջրերի վրայով քայլելու խնդիր ուներ, այսօր մենք էլ շատ ժամանակ ջրերի վրայով քայլելու խնդիր ունենք։ Այսօր շատ մարդիկ Բարդողեմյոսը տեսնելու խնդիր ուներ, այսօր նույնպես շատ մարդիկ տեսնելու խնդիր ունեն։ Ու Աստվածաշունչը ամեն մի պատմություն մեզ այսօր ներկայացնելով մեր կյանքերին մի քայլ, 2 քայլ, 3 քայլ, չգիտեմ, կտրուկ իրավիճակներ փոփոխության համար է, հրաշքների համար է, մի բան բարձրանալու համար է, Քրիստոսին մոտենալու համար է։ Ու գիտես ինչքան հետաքրքիր է, որ դու նայում ես ու հասկանում ես ինչքան հետաքրքիր է, խոսքը ոնց կարա կենդանանա, որը որ գրված է մի քանի հազար տարիների ընթացքում, ոնց կարա կենդանանա։ Դու պատկերացնում ես, որ վերցնում ես ձեռդ մի հատ պատմություն ու այդ պատմությունը ուղիղ խոսում է քո հետ։ Ինչ բան է, չես մի մոմենտ մի պահ որ մտածում ես, ասում ես, Տեր Աստված, ոնց կարելի է որ վերցնում ես, կարդում ես ինչ-որ տողեր։ Այդ տողերը կպնում է սրտիդ, սկսում ես լացել, իրավիճակը փոխվել, հայտնություն ես ստանում, սկսում ես ճախրել, ու մեկ էլ կողից պատկերացեք մի հատ մարդ, նայում է, որը որ ընդհանրապես հավատքի ու Աստվածաշնչի հետ կապ չունի։ Ասում է, ես ինչ եղավ այս մարդու հետ։ Մարդիկ հնկական կինո նայելուց են լացում։ Հենց մի հատ արտահայտություն ունեն մեր հայերը։ Դուք զգացել եք, մենակ հայերն են տենց ասում, սերիալի տակ է մնացել։ Խոսքի ռուսերը ոնց կասեն։ Պատ սերիալը, հա, պապասը։ Ոնց որ ավտոյի տակ ընկածնի, էլի։ Ասենք մեր հայերը ունիկալ բաներ ունեն, չէ՞ սենց։ Սերիալի տակ է մնացել, դերից դուրս չի եկել։ Սենց բաներ ունեն ասելու։ Բայց հետաքրքիր է, նայ։ Մարդիկ սատանան էլ վերցրել է, օգտագործել է ինչ որ աշխարհիկ բաներ, որոնք որ մարդուն հուզեն, բայց այդ հուզմունքը ոչ մի բան չի փոխում։ Քեզ հայտնություն չի տալի։ Քո իրավիճակը չի փոխում։ Ու շատ ժամանակ դու տեսնում ես, որ մարդիկ ապրում են այդ հեռախոսի մեջ, սերիալների մեջ ու տարբեր տեսակի իրանց սիրված կինոների մեջ։ Գիտես ինչքան հետաքրքիր է, նայում ես մարդուն իր էությունը, ինքը իր դժվարությունները չի կարում հաղթարի, ինքը իր իրավիճակը չի կարում հաղթարի ու շատ ժամանակ սա տեղի ունենում վերջի քրիստոնյաների հետ։ Վախենալու է գնալ խմիչքի մոտ, այն բան ժամանակ ոնց էր։ Քրիստոսին աշխարհիկ ժամանակ չէին ճանաչում, իրենց դարդերը ինչ էին անում, կոտրում էին խմիչքի ու մնացած սատանայի գործիքների մեջ, սենց ասեմ։ Իսկ հիմա կինոների, սերիալների մեջ ուրախանում ես, չգիտեմ ինչ բանով, ասենք, մեկ է ուրախ դուս ես եկե հաղթանակած ուղ, այս ինչ դերասանը հաղթեց։ Ինչ։ Նայեք, սատանեն ֆռցրեց, այսօր մարդիկ ապրում են դրանով։ Բայց իրականում քրիստոնյան պիտի ապրի Աստծո խոսքով։ Ու իր համար պետք է ուրախություն լինի, երբ որ ինքը ելք գտավ Աստվածաշնչի մեջ։ Իմ համար շատ ցավալի է, երբ որ մարդը կարդում է Աստվածաշունչ, ասում է ոչ մի բան չստացա։ Իմ համար շատ ցավալի է, երբ որ մարդը կարդում է Աստվածաշունչ ու ինքը իր իրավիճակին ելք չի տեսնում։ Իմ համար ցավալի է, երբ որ մարդը կարդում է Աստվածաշունչ ու իր կյանքում փոփոխություն չի լինում։ Սելիս իմ համար ցավալի է։ Ու ես չեմ մտածում, որ նորմալ մարդու համար սա ցավալի չի։ Եթե դու մտածես, մենք գիտեք ինչի։ Մենք խոսում ենք, կիսվում ենք, ու այս այնց չի, որ պիտի հելենք բարձրացնենք, ինչ որ մեկին մատնացույց անենք։ Չէ, մենք խոսում ենք ամեն մեկիս է վերաբերվում։ Մենք ուղղակի վերցնում ենք Աստծո խոսքը ու նայում ենք մեր կյանքերի վրա։ Այստեղ ոչ մեկին ես հատուկ իմ տեղից էլ ասեմ, իրավունք չունեն մեկը մեկին մատնացույց անելու։ Հիսուս Քրիստոս ասեց, դուք իրար մենակ սեր եք պարտք։ Ուրիշ ոչ մի բան։ Բայց մենք իրավունք ունենք, Աստված մեզ իրավունք հա տվել,
Աստծո խոսքը խոսալու, մեկս մեկից հասցնելու։ Իսկ դու ընտրի, վերցրա քեզ ոչ մեկ չի ստիպում։ Աստված ասում է, ես դրել եմ քո առաջ կյանքը եւ մահը, ընտրի։ Եթե Աստված ասում է ընտրի, մենք ինչ իրավունք ունենք քեզ պարտադրենք։ Մենք իրավունք չունենք։ Դրա համար սիրելիս, խնդրում եմ, սիրով ընդունի իմ հետ հավասար, այն ինչ որ մենք այսօր երկնքից կստանանք։ Ու գիտես հետաքրքիր է, որ այս պատմությունները, որ մենք նայում ենք, այնքան հետաքրքիր է, մի բան մտքովս անցավ, ասում եմ Տեր Աստված, ինչ հետաքրքիր է մարդու կյանքը։ Մարդը իր կյանքում զգացել եք հեշտությամբ մի բանի չեն հասնում։ Ովքեր որ հեշտությամբ հասնում են ինչ-որ մի բանի, իրենք դրա գինի չեն ճանաչում։ Կորցնելուց մեծ կորուստ են ունենում։ Շատ ժամանակ դու տեսնում ես հեշտությամբ հասնողները իրենց կյանքին վնաս են տալի ինքնասպանությունով, իրենց ծնողները դժբախտ են։ Մենք նայում ենք հարուստների կյանքից, երբ որ կարդում ենք վկայություններից ելնելով տեսնում ենք, որ լիքը դժբախտ իրավիճակներ կան, որոնք որ մարդիկ չգիտեն դրա գինը։ Մենք ծնողներից լիքը վկայություններ ենք լսել, որ հեշտությամբ շատ փող տվեցին, ձեռը գնաց դառավ նարկոման, եթե ռեաբիլիտացիոնի ցենտրներում խոսցնես, ծնողներին խոսցնես, դու լիքը sense պատմություններ կլսես։ Ու դու հասկանում ես, որ հեշտությամբ գտնողը ընդհանրապես գինը չի ճանաչում։ Իսկ շատ ցավալի մի ուրիշ պատմություն էլ կա, երբ որ դժվարությամբ հասնում են մի բանի, ու ինչ որ սխալի պատճառով շատ հեշտությամբ կորցնում։ Ու գիտես, այսօր էսի գալի բոլորիս է կպնում։ Ես ուզում եմ, որ գիտես, երբ որ շատ ժամանակ մենք մի խնդիր ունենք, մարդկությունը, չեմ ասի հայերս։ Մենք սովոր չենք մեր հարցերին պատասխանենք։ Տեսել ես մարդ, որ ասում է, ես չեմ հասկանում ինչ է այս բանը տեղի ունենում իմ հետ։ Ու շատ ժամանակ մենք այդ հարցերը տալիս ենք։ Շատ ժամանակ մենք ուզում ենք ինչի։ Нет ответа, չկա պատասխան։ Բայց մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը պատասխան տա ու հենց այն պատասխանը, ինչ որ մենք սպասում ենք։ Բայց եթե մի պա դու վերցնես, քեզ դնես մի կողքի ու պատկերացնես, որ այս նույն հարցը քեզ տալիս է Աստված ու դու անպայման պիտի պատասխանես։ Երբ որ դու սկսես սառը պատասխանել քո հարցերին, դու կտեսնես ինչ հեշտությամբ դու դուրս կգաս այդ իրավիճակից, որտեղ Աստված հայացքդ կուղի հենց այն օրհնության վրա, որը որ քո համար էր։ Որը որ դու պիտի հասնեիր։ Ոչ թե այդ հարցը տալով դու կորցրեցիր քո օրհնությունը։ Շատ մարդիկ սխալ հարցերի պատճառով չեն տեսնում իրանց իրական օրհնությունը։ Ինչի ես չէ այ ինքը։ Բայց դու տե չէիր։ Դու ուրիշ տեղում էիր։ Ինչի ինձի չէ հենց էսի։ Բայց այդ չէր քոնը ուրիշ էր։ Երբ որ դու սկսես սառը հարցերին պատասխանել, եթե իմը չի, ուրեմն ավելի լավն է։ Ես պետքա ման գամ իմը։ Եթե սա չի, ուրեմն որ մեկն է։ Ես պետքա տեսնեմ։ Եթե սի չի, ուրեմն խնդիր կա, պետքա լուծեմ։ Մենք ինչի միանգամից չենք տրամադրվում, կենտրոնանում դրա վրա, որ մի բան փոխենք, մի բան նորից ստեղծենք, ու մի բան մի թեթև ուրիշ բանի վրա հայացքները սուղենք։ Ու շատ ժամանակ գիտես, մարդիկ հայացքները ուղղած են կարոտով իրենց կորցրածի վրա։ Ու այս կորցրածը, չգիտես, մի տեսակ ճայիճի պես անընդհատ հետ է քաշում։ Զգացել ես, որ մարդիկ անընդհատ իրենց հիշողությունների, պարտությունների մեջ տենց էլ պարտվեցին մնացին։ Բայց արի ուտես, որ հենց այդ նույն պարտությունը, կորուստը, պարտությունը չէ, կներեք, հենց այդ նույն կորուստը իր կյանքի հաղթանակը պիտի լիներ։ Ամեն։ Որտեվ շատ ժամանակ, գիտես, ցավը երբ որ գալիս է քեզ, շատերին զորացնում է, շատերին սպանում։ Սելիս մենք Աստվածաշնչում լիքը պատմություններ կտեսնենք, որ մարդկանց դժվարությունը ավելի ուժեղացել է, երկրի իրավիճակը փոխել։ Մենք Դանիելի ընկերների բանով կտեսնենք իրանց քայլերի պատճառով, մենք հենց նույն Դանիելի պատճառով կտեսնենք, որ երկրի ղեկավարը օրենք փոխեց։ Սելիս մի պատմություն կա, ուզում եմ իրար հետ նայենք։ Դա Ղուկաս ավետարանում է գրած 17-րդ գլխի 11-ից 19-րդ խոսքերը։
մի հետաքրքիր պատմություն է, բոլորի շատ լավ քաչ ծանոթ։ Եվ եղավ, երբ որ նա Երուսաղեմ էր գնում, սա 10 բորոտների պատմությունն է։ Ղուկաս ավետարանի 17-րդ գլխի 11-ից 19-րդ խոսքերը։ Եվ եղավ, երբ որ նա Երուսաղեմ էր գնում, ինքը Սամարայի եւ Գալիլեայի միջով էր անցնում։ Եվ նա մի գյուղ մտնելիս 10 բորոտ մարդիկ պատահեցան նրան եւ հերվեվանց կանգնեցին եւ իրենց ձայնը բարձրացեցին եւ ասեցին. Հիսուս, վարդապետ, մեզ ողորմիր։ Եվ երբ որ տեսավ, ասեց նրանց. գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք։ Եվ եղավ, երբ որ նրանք գնալից սրբվեցան։ Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դառավ բարձր ձայնով փառաբոլում էր Աստծուն, եւ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջին, գոհանում էր նրանից, եւ ինքը սամարացի էր։ Հիսուս էլ պատասխանեց եւ ասեց. չէ՞ որ 10-ն էլ սրբվեցան, ապա այն 9 ուր են։ Ետ դառնողներ չգտնվեցավ, որ Աստծուն փառք տան, բայց բացի այս այլազգից, եւ ասեց նրան. վեր կաց գնա, քո հավատքը ապրեցրեց քեզ։ Գիտես ինչ հետաքրքիր պատմություն ասա։ Այս պատմությունը ես սկսեցի մի քիչ ուսումնասիրել ծննդոցից ու սկսեցի նայել բորոտների պատմությունը։ Գիտեք, բորոտները ես մի քանի տեղ հանդիպեցի, եթե ծայրահեղության չգնամ, շատ չխորանամ, այսինքն չնայենք որպես հիվանդություն, որտեղ այս հիվանդությունը ուներ պատճառ։ Ինքը նախ առաջինը վարակիչ հիվանդություն էր։ Մենք տեսնում ենք, որ իրենց անհնազանդության մեղքի պատճառով, իրենց բամբասանքի պատճառով Աստված բորոտությունով իրենց առանձնացրեց որոշ ժամանակով։ Մենք տեսնում ենք Գեհեզիայի կյանքում, ու սենց կարանք թվարկենք ու հասկանանք, որ բորոտությունը ինչ որ մեղքի պատճառ էր։ Իրա որ ուզեցավ խափեր, իրա ստի պատճառով Գեհեզիան բորոտությունով հիվանդացավ։ Ու գիտես, բորոտությունը մի հետաքրքիր, մենք հետո սկսեցինք նկարներով նայել, տեսանք, որ իրանք կոնկրետ բորոտությունով Աստված ցույց էր տալիս, որ իրանք անհնազանդության կամ մեղքի մեջ են։ Ու իրանք պետք է ժողովրդից առանձնանան, որովհետև վարակիչ էր։ Ու մենք տեսնում ենք, երբ որ Նեհեմյանի կյանքում ենք տեսնում բորոտությունը, տեսնում ենք, որ անհանգստացած էին ու երկրի նախագահային խնդրեց, որովհետև ինքը շատ ամոթալի ու վարակիչ հիվանդություն էր, պետք է առանձնանային, պետքական չէր այդ մարդը, երբ որ բորոտությունով հիվանդանում էր։ Ցելիս ես մի բան հասկացա։ Եթե վերցնենք, որ ես չգնամ ծայրահեղությունները, թե կարող է վարակել են, կարող է միտեղից հիվանդացել են, միտեղից սենս չդնենք, բժշկորեն նայենք, այս երկու տեղերը հիմքեր վերցնելով մենք հասկանանք, որ ինքը մեղքի պատճառ էր։ Այսօր ցելիս մեր կյանքում մեղքի պատճառը հիմա նայեք ինչա տեղի ունեցել այստեղ։ Երբ որ այս 10 բորոտները հիվանդացել էին, իրենք նենց չի, որ հիվանդացել են ու վերջ։ Իրանք իրենց ոտով, ձեռով հելան վերցրեցին ու քաղաքից դուրս գնացին։ Իրանք իրենց անձերը պետք է ցույց տային քահանային։ Երբ որ ցույց էին տալի, քահանան որոշում էր իրենց բորոտության աստիճանը կամ հիվանդությունը, հետո որոշում էր իրենց ունեցվածքից, շորերից, բռնցրած, ես չգիտեմ, կարող դաժե պատկերացնենք, ասենք, որ տներից էլ սկսած, ինչքան բան կար, որ իրենց պատճառով կարար բորոտված լիներ, առանձնացվում էր, վառվում էր։ Այսօր նա ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում, հələ մի բան պատկերացրա։ Ես կխնդրեմ, որ գիտեք ինչքան հետաքրքիր է, նայեք։ Մենք շատերի կյանքում տեսնում ենք, որ մարդիկ չեն հասկանում ինչի կորցրեցին։ Քահանան երբ որ որոշում էր, որ ինքը բորոտությունով հիվանդացած է, իրանից վերցվում էր թե շորերը, թե ունեցվածքը, թե ամեն ինչ, ու սկսում էին պաժար տալը։ Այսօր մարդիկ առանց հասկանալու գլուխները բարձրացնում են վերև ու ասում են. «Տեր Աստված, ինչի իմ ձեռից վերցրեցիր էսի»։ Վերցրեցիր էսի։ Շատերի ձեռից ընտանիքը խլվում է, գիտես ինչի, որտեղ ինքը արդեն վարակիչ է, սպանում է իր ընտանիքը։ Գալիս անընդհատ կռիվ, դավի, վեճեր, անհաշտություններ, երեխեքից սխալ դաստիարակություն է տալի, ստեղից, ինտերնետից, շրջապատից, մի տեղից սխալ վարակ է վերցրել ու բերել է իր ընտանիք։ Շատերին ասված կտրում է իր գործից։ Մեկ է տեսակ դու ոչ մի բան չունես։ Չես հասկանում ինչի, բայց արի ու տես, որ դու վարակվել ես արդեն։ Ու գիտես վարակի ինչ հետագե, եթե չառանձնացնեին ժողովրդից, ժողովուրդն էր վարակվելու։ Այսօր մենք շատ ժամանակ գիտես մարդը ինչքան հեշտ է, առանց իր հետ
ճանապարհը նայելու, մեղադրում է սրան նրան կողքինին։ Բայց չնայելով պատճառին, ինչի պատճառով։ Շատ ժամանակ գիտես առանց հասկանալու մենք ասում ենք ինչի մեզ չօգնեցին։ Դու գիտես ես մտածել եմ, ասում եմ շատ մարդկանց Աստված ուղղակի հանում է ժողովրդից իրան սիրելու պատճառով։ Բոլորներին Աստված սիրելու պատճառով էր առանձնացրել, որ հենց իրանց ընտանիքը այդ նույն հիվանդությունով չվարակվեին։ Ու գիտես շատ ժամանակ մենք կմեղադրենք, մենք ասենք մեզ պատժեշկա չեղան, մեր դժվար իրավիճակին մեր կողքին չկանգնան, բայց վնաս է, դու հենց հիմա իրանց ես վնասում։ Դու հենց հիմա իրանց նույն փոսի մեջ ես գցում։ Բայց ինձի ինչի պատժեշկա չարեցին։ Ինչի միգուցե քեզ հələ որ մենակ է պետք, քեզ առանձնանալ է պետք։ Ու գիտես 10 բորոդ կային, 10 ձևի մտածելակերպ, այսօր մարդիկ տարբեր մտածելակերպներ ունեն։ Ու դու գիտես հեշտեր իրանց համար։ Ես այսօր սենց էլ ուզում եմ վերնագրեմ, ոնց հետ բերեմ։ Գոմար հետաքրքիր է, տենց գիտես մենք որ կարդում ենք, այնց ես մի քիչ սկսեցի ուսումնասիրել, ասում եմ Տեր Աստված, հեչը նենց էլ չէր։ Մենք սովորել ենք ստեղ առանձնացված քարանձավների մեջ քաղաքից դուրս շորերները վրեկը գցած ու դուք պատկերացնում եք այդ կյանքը 10 բորոդ իրար հետ ինչ կխոսամ։ Ոնց կորցրեցինք։ Ոնց ուշադիր չեղանք։ Ոնց մենք ընկանք այդ մեղքի մեջ։ Ոնց մենք ընկանք այս իրավիճակի մեջ։ Տիրություն էլ չանող եղավ չեղավ մեզի։ Մեր ընտանիքն է մեզնից երես թեքեց։ Այս իրավիճակն է սենց եղավ։ Ու գիտես ինչքան խոսակցություններ կային, որոնք որ ասում էին հետ հեգնանքով, չգիտեմ, սենց հետ մտածելակերպով, հիշելով իրենց դու պատկերացեք 10 բորոտը իրար հետ ապրում էին քարանձավների մեջ, ինչքան հիշելու, պատմելու բան կունենային, ցավով, հիշելով, ոնց կորցրեցինք։ Ոնց հետ բերենք։ Ու գիտես գրված է, երբ որ Հիսուսը անցնում էր այդ տեղով, իրանք սկսեցին աղաղակել։ Ինձ հետաքրքիր է, երբ որ ես պատկերացնում, ասում եմ, լսել ես մի մարդու մասին։ Մի հատ Հիսուս կար, Նազովրեցի։ Ասում են, որ ինքը հիվանդերին բժշկում է։ Ու գիտես ինչքան մտածելակերպ կա մարդկանց մեջ, որ ասում են, լսի է, ինքս էլ է սաղին նման։ Ինչ հավատք, ինչ բան, ինչ բժշկություն։ Չտեսար ոնց մարդիկ մեզի դուրս արեցին։ Գնացին քահանայի մոտ, քահանան ասում չէր։ Այս ինչ հովիվը սենց չէր, այն ինչ եկեղեցին սենց չէր, այս ինչ հավատացյալը սենց չէր։ Այս ինչ հավատացյալը մեզ էս չարեց, ասում են հավատացյալները օգնում են իրաց, գնացինք երես թեքեցին։ Չէ, ես ասում եմ քեզ, Հիսուսը սենց չի։ Մենք միգուցե մեր սխալների պատճառով ենք այս վիճակին հասել։ Բայց ես գիտեմ, Հիսուսը մեզ կօգնի։ Սելիս, ես ուզում եմ այս պատմությունը նայելով մենք ուղղակի մեր կյանքին նայենք։ Ես որ ասում եմ բոլորությունը չի նշանակում, որ մենք հիմա պետք է առանձնացվենք։ Մենք ամեն ինչը կանենք համեմատական նայենք ու տեսնենք, որ բաներ կա, բնավորություն կա, որ քո կյանքում բոլորությունից ավելի վատ սկսում է քրքրել քո կյանքը։ Սկսում է քրքրել քո իրավիճակը։ Շատերի մոտ մտածելակերպի խնդիր կա բոլորությունից ավելի վատ ձևի մտելը մտքի մեջ ու չի թողում կենտրոնանա։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր որ վախենում են մի բան ձեռնարկեն, որտեղ արդեն իրաց մոտ բոլորությունը չի ստացվելու։ Մարդը վախենում է ուրախանա, ասում է վայ հանգարց մի բան չլինի։ Մարդ վախենում է քայլ գցի, ասում է վայ հեսա տակ կտամ։ Մարդ վախենում է ապրի, բայց արդեն ապրում է։ Մարդ վախենում է ընտանիք կազմի, ասում է չեմ կարա պահեմ։ Այս ինչ բոլորության մտածելակերպ է։ Մարդ ասում է մի հատ տուն առնեմ, ավտո առնեմ, գործերս դզեմ, նոր ամուսնանամ։ Մարդ վախենում է մեկը մեկին ձեռք մեկնի, որտեղ իր կարիքը բոլորությունով իրեն քայքայում է։
Մարդ չի սովոր, դու տեսել ես մարդուն, որ ինքը, մենք ամեն անգամ Աստվածաշունչ կարդալով ասում ենք, տեսնում ենք, որ Աստված ասում է, այսօրվա հոգսդ քաշի, վաղվա հոգսի մասին վաղ կմտածես։ Նապիրյոտ։ Այսօր տան բավաղը ինչ կլինի։ Այսօր մեր հովիվս հոաբերությունից էր խոսում։ Այսօր չտամ, բավաղը ինչ կլինի, բա ոնց կլինի, բա այս կլինի, բորոտությունը չի թողում, որ մենք ուժի ձև մտածենք։ Մենք ինչ ենք խաղաղություն, այսօր գիտեք, որ խաղաղության կներեք սենց արտահայտություն են, դիֆիցիտ կա։ Всё, մեռել է, չկա, բորոտություն մեր կյանքում չկա, հələ բերեք մի հատ լավ նայենք։ Չներումը բորոտություն չի, մեռել է, չկա, всё։ Ոչ մեկի չի կարող ների։ Ոչ մեկի չի կարող սիրի, ոչ մեկի չի համբերում։ Մեկ են գնում է, մնացածը ուրախանում են։ Քչերն են տխրում, քչերն են վազում, որ ձեռք մեկնեն։ Սելիս ես, գիտեք, մենք այն ժամանակ ցավալի էինք այս դեպքերի մասին խոսում, երբ որ խոսում էինք աշխարհի մասին։ Ու մեծ պատվով ասում ենք, արեք եկեղեցում կհանդիպեք մեծամասնությամբ մարդկանց, ովքեր որ ճաշակել են Աստծո սերը։ Այսօր տենց չես կարող համարձակ խոսես։ Աստվածաշունչը ասում է դուք բերանով Աստծուն մոտիկ եք, ներսից շատ հեռու եք։ Մենք այն ժամանակ կարդում ենք, չենք հասկանում ինչի մասն է խոսքը։ Պարզվում է, որ հա, դրսից մենք բոլորը շատ սիրուն ենք երևում, ներսից բորոտությունով հիվանդ ենք։ Ներսից առանձնացված ենք, ներսից Աստված կտրել է։ Շատ ցավալի մի բան եմ պատմում ես ձեզ հենց հիմա։ Շատ երիտասարդների հարցնում ես, ինչ ստացար ծառայությունից հետո, մի անգամից, 5 րոպե հետո, 10 րոպե հետո։ Ես քեզ ասեմ, չեմ հիշում։ Ես միշտ զարմացած եմ մնացել, գիտեք, այն արտահայտության վրա, որ այսօր լավ ծառայություն չէր։ Այսինքն, եթե մեկը հելելա զբաղվում է իր գովաբանությունով, ես էլ քո հետ համաձայն կասեմ, այո, լավ ծառայություն չէր, բայց եթե մի բառ, մի տող արդեն Աստվածաշնչից կարդացել է, դրանից լավ ծառայություն դու չես կարող գտնես։ Ահա զորությունը, որտեղ որ մենք կարանք պոկենք, մենք չենք նայում մարդկանց իրանցից մի բան սպասելու, բայց նայում ենք Աստծուն, Քրիստոսի խոսքը, երբ որ ընկավ մեր սրտի մեջ։ Ու գիտես, երբ որ դու ներսից արդեն առանձնացած ես, դու քաղաքից դուրս ես։ Այն բանը, ինչ որ տեղի ունենում երեխեքի համար, դու տեղյակ չես։ Դու այդ քարանձավի մեջ ես։ Ու գիտեք ինչքան հետաքրքիր է, բորոտությունը դա վարակիչ է։ Եթե մի թեթև հույսեր մնացեք քո մեջ, այդ հույսն էլ է վարակվում։ Եթե մի թեթև հավատքեր մնացեք քո մեջ, այդ էլ է վարակվում։ Եթե մի թեթև ներումեր մնացեք քո մեջ, այդ էլ է վարակվում։ Ասում ես Տեր Աստված, այս ինչ եղավ։ Սա մի բան ասում է դուրս չի գալի, տնեցիք ասում են դուրս չի գալի։ Տունը խաղաղություն չկա, գնում եմ եկեղեցի խաղաղություն չկա։ Ես հենց կուզենայի, որ ես ինչ քարոզի չգար քարոզեր։ Հենց կուզենայի ես շաբաթ էսի գար։ Հենց կուզենայի ես խոսքից խոսային։ Հենց կուզենայի էսի տային։ Հենց կուզենայի այս հնարավորությունները տան։ Սերելիս այսօր մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ ու պատկերով։ Սա հերիք է, որ դու հաղթանակ ունենաս։ Հաղթանակը քո կողքը չի, ուրիշ տեղից չի, հաղթանակը քո մեջ է։ Գիտես, ստեղ իրանք առանց Աստծու են։ Բայց ես ինչի եմ ասում, որ մեկը որոշեց մնացածին համոզեր։ Ստեղ բոլորներից մեկը հույս կար, հավատք կար։ Ասում ես Տեր Աստված, ես հավատում եմ, որ մի օր կգա այն ինչին, որ ես սպասում եմ։ Ու հենց այդ մեկը հենց այս ժամանակա, հենց այսօր է։ Դու կարող ես այդ մտքով գաս եկեղեցի, որ քո օրհնությունը հենց հիմա է։
Եթե դու մյուս կիրակի կգաս եկեղեցի, քո օրհնությունը հենց այդ կիրակին է։ Եթե դու այսօր ես եկես այստեղ, քո օրհնությունը այսօր է։ Մի անգամ ես կանգնած էի սիրելիս ծառայության մեջ ու հասկացա։ Եթե ես Աստվածաշունչը ասում եմ, աչքերով տեսնում եք ու չեք տեսնում, լսելով լսում եք ու չեք լսում, երբ որ մենք կենտրոնացած ենք մարդու վրա, մենք կույր ենք։ Եթե մենք կենտրոնացած ենք մարդու ասացի վրա, մենք խուլ ենք։ Իսկ երբ որ մենք կենտրոնացած ենք Աստծո խոսքի վրա, մենք մեր օրհնությունները պոկում ենք։ Մենք մեր կյանքերը բժշկում ենք։ Մենք հասկանում ենք, որ Տեր Աստված, սա այն ժամանակն է, որ այսօր իմ օրհնվելուս ժամանակն է։ Սա այն ժամանակն է, որ ես պիտի պոկեմ, սա այն ժամանակն է, որ ես պիտի ստանամ, սա իմ սպասելու ժամանակն է։ Ես ժամանակ չունեմ, այս թանկ ժամանակը կորցնեմ։ Սելիս, եթե Աստված որոշել է, որ քեզ խոսք տա, ու հենց այդ խոսքը քեզ կբարձրացնի, ու դու այդ խոսքը կորցնես։ Ոնց կորցնենք։ Արի ու տես, որ ստեղ կորցնենք։ Աստված խոսած մենք չլսեցինք։ Աստված զգուշացրեց, մենք տեղում չէինք։ Մեկ է Հովը մի կարևոր խոսք ասում, իսկ ինքն էլ չի հասկանում ինչ ասում։ Ինքն էլ չգիտի, երկեկից Աստված ասում է ասա։ Մեկին մի հատ SMS է գալի, վրաս հելավ դուս պատասխանելու։ Հենց այդ պահին Աստված քո հետ էր խոսում։ Մեկը քնում է, գնում եմ ծառայության քնում եմ։ Բարի գալուց բորոտություն։ Լնում է, հոգնածություն է, լինում է, բայց գնահատի ժամանակդ։ Այս կարճ ժամանակի մեջ, արեք ճիշտը խոսանք։ Դու կարաս պատրաստվես Աստծո այդ հանդիպման։ Ես ու դու կարանք պատրաստվենք։ Մի քիչ շուտ քնենք։ Մի քիչ շատ զոհաբերենք։ Մի քիչ շատ զոհաբերել նկատի ունեմ նույնիսկ ժամանակը։ Ընկերների հետ շփումը, ընտանիքիցդ նույնիսկ առանձնանաս, որտեղ դա ռիշայուշի ժամանակ է։ Դա որոշման ժամանակ է, բժշկվելու ժամանակն է։ Գիտես ինչքան ցավալին որն է, որ անհայտ հիվանդություններ, որոնք որ փչացնում են մեր կյանքը։ Դու չգիտես, որ դու հիվանդ ես։ Գալիս եմ ծառայության քնում եմ։ Սելիս նորմալ չի։ Բայց հոգնած եմ, բնական է։ Բայց նորմալ չի, որ դու ծառայությանը քնած ես։ Ինչ գին կտայիր քո կյանքի փրկության համար։ Սելիս ես վերջի ժամանակները մենք շատ ենք աղոթում, չէ՞ ով դերեն։ Կոմայի մեջ մարդկանց համար։ Հիվանդանոցներում շատ ենք լինում, համարյա ամեն օր։ Ես երեք մի ցավալի, շատ ցավալի դեպքից ենք գալիս, շատ ցավալի։ Նույնիսկ մի քանի ժամ բառ չունեինք խոսալու։ 2.5 ամսական երեխեն քնել է ժամի 9-ին 11-ին չի զարթնել։ Մենք հենց նոր ընդեղից ենք գալի։ Ինչ գին կտար ծնողը իր երեխու փրկության համար։ Ծնողը չունի տենց գին։ Ինքը չգիտի ինչ կտա։ Չգիտի ինչ բերի դնի, երբ որ պատմում էր, գիտես այնքան ես չգիտեմ, շատ ցավալի էր, չեմ կարող բառերով բացատրեմ։ Տատին որ պատմում էր, ասում է բժիշկները եկան, որ երեխուն մենք արհեստական շնչառություն ենք տալի, ասում է գոռում եմ ամբողջ իմ զորությունից գոռում, ասում մի բան արեք, մի շնչառություն տվեք։ Հիմա բժիշկները վախենում են, ասեն վերջ։ Ուղիղ է այդ կարդիոգրամի այդ բանը ուղիղ է գնում, всё, չկա կյանք, սիրտը կանգնել է։ 2.5 ամսական, 2 ամսական երեխու սիրտը կանգնել է։ Չէ, քնում ենք։ Չէ, ժամանակ չունենք։ Սելիս ինչքան գին կվճարես դու։ Երբ որ քո պատճառով քո ընտանիքն է վարակվում։ Երբ որ քո ամբիցիաների պատճառով քո կյանքն է փչանում։ Երբ որ քո պրինցիպների պատճառով մեր հայրը լավ պրինցիպիալներ են, չէ՞։ Ես ասեցի սենց անելու, վերջ։ Այդ բոլոտությունն է, փչացնում է։ Միգուցե քո երեխան քեզնից օրինակ է վերցնում։ Ասում է հերս կամ մերս պրինցիպիալներ, էսի սենց անում, ես էլ եմ անելու։ Բոլոտություն է։ Հետո կանգնում ասում ենք ոնց կորցրինք։
Ես չեմ ուզում շեշտեմ։ Մենք կտեսնենք, թե ինչքան ծնողներ իրանց երեխեքին կորցրել են իրանց վատ բնավորությունը փոխանցելու պատճառով, առանց իմանալու, առանց պատկերացնելու։ Թող երեխես ծխե, խմե, մանգա, ջայել է, թող իր կյանքը վայել է, հետո կմեծանա կհոգնի։ Չմեծացավ։ Չհասցրեց։ Դու քո վատ խորհրդիդ պատճառով կինը օր ու գիշեր լացելով քնում, լացելով զարթնում։ Այսօր ինչքան երիտասարդներ կան, մի քիչ էլ երկար կմնամ սոցերի մեջ, մի քիչ էլ շատ էս կանալից են կանալը կնայեմ, մի քիչ էլ շատ կշփվեմ, բոլորությունը, հետո դրանից չես կարող կդրվես։ Հետո դու զգում ես, որ արդեն դու չես կառավարում քո մարմինդ։ Գիտես, այս էլ է ցավալի ֆակտ։ Մարդը իր մարմինն ու աչքերին չի կարող կառավարի։ Ինչ որ մի հատ ուժ իրան կառավարում է ռոբոտի պես։ Հետո էլ ասում ենք ռոբոտները մինչև երբ կսարքեն։ Չէ, ես ելիս բարի գալուց այսօրվա օր։ Երիտասարդները ռոբոտի պես աշխատում են։ Ինտերնետը ինչ իրանց թելադրում է, իրանք էդ էլ անում են։ Ուրիշ բան չեն կարող անեն։ Սա բոլորությունը։ Ու գիտես, երբ որ Հիսուս անցավ մեկ աղաղակեց, ասեց լսեք, ժողովուրդ, ես լսել եմ, որ Մեսիան կարա բժշկի։ Իմ հույսը չի մեռը, ես ուզում եմ ապրել մարդու պես, ես ուզում եմ կյանքով լցվել, ես ուզում եմ էլի այն կորցրածս ետ բերեմ։ Դու գիտես ինչքան ցավալի է, երբ որ իրանք հիշում էին, երբ որ իրանք ապրում էին, վազում էին, սաղի պես նստում էին, միգուցե կոֆե էին խմում, սաղի պես ապրում էին ուրախ։ Բայց այսօր չունեն այդ հնարավորությունը։ Գիտես այնքան հետաքրքիր ասում ես Աստվածաշունչ կարդա։ Արի շփվենք, արի իրար հետ լինենք, արի ընտանիքով լինենք, արի ինգեներից հետ լինես, արի իրական կյանք վայելես։ Հավես չկա, այնտեղ մարդ չկա, զրույց չկա, իմ մտածելակերպի մարդ չկա, իմ մաստին մարդ չկա։ Ու պատկերացրեմ մի օր հայտնվում ես այնտեղ Ռուբինզոն Կրուզոնի պես։ Ու երազում ես մի հատ թութակ լինի, որ հետը խոսած։ Դա ինչու կորցրեցինք։ Մենք շատ ժամանակ ենք չէ խոսում, պետք է կորցնես, որ գնահատես։ Շատ ենք չէ խոսում։ Դու էլ ինձանից մի 150 անգամ ավել ասած կլնես։ Այս բոլորներից մեկը գնահատում էր։ Չէր հանձնվում։ Բոլորներից մեկը որոշեց, որ սաղին ասի է բերեք աղաղակենք, արեք աղաղակենք, լսել ենք, որ այսօր լսել ես բարի լուրի մասին, լսել ես փրկության մասին, լսել ես Մեսիայի մասին, ոչ մի ժամանակ մի դադարի աղաղակելուց։ Ոչ մի ժամանակ։ Հիսուսը մի դեպք պատմեց, ասում է ավետարանում մի տեղ կա, ասում է, ձեզ առակ են պատմում, որ դուք դրանից դաս վերցնեք, ասում է անիրավ դատավորը ոչ մեկին չէր լսում, չէր ամաչում ոչ մեկից, բայց կինը որոշեց անդադար իրան հոգնեցնի։ Դուք էլ իրապես եղեք։ Անդադար Աստծուն աղաղակեք ամեն ձեր կյանքի իրավիճակների մեջ։ Ամեն իրավիճակի մեջ։ Ինտերնետից կախում ունես, աղաղակի։ Չներման կարիք ունես, աղաղակի։ Հաջողությանդ կարիք ունես, աղաղակի։ Միտքդ փակված է։ Գիտես այսօր ինչքան մարդ կա ասում եմ ամեն եղբայր, չգիտեմ ինչ անեմ։ Մի բան մտածում ես, ասում ես, հələ կայնի, ես գամ քո հետ մի 10 օր ապրեմ։ Ես ասեմ քո մոտ ինչն է լավ ստացվում։ Բայց լավ, այդ սաղ դնենք մի կողմի վրա։ Չգիտեմ ինչ անեմ։ Այսօր շատ ցավալի է, որ երիտասարդները չեն կողմնորոշում ինչ անեն։ Այսօր շատ ցավալի է, որ ծնողները չգիտեն իրենց երիտասարդների լեզուն ոնց գտնեն։ Ես չգիտեմ էլ ոնց վարվեմ։ Ինչքան եք սենց արտահայտություն լսել։ Ու գիտեք ինչքան ցավալի է, երբ որ ծնողները գալիս են 3 տարեկան երեխու հետ ու 3 տարեկան երեխուն 5 րոպե հեռախոսը ձեռից չեն կարող առնել։ Ու գիտես, երբ որ հանդիպեցին Հիսուսին, Հիսուսը ասեց. որտեղից որ դու վախենում ես, որտեղից որ քեզ կտրել են, որտեղից որ քեզ առանձնացրել են, դու հավատում ես, որ ես կփոխեմ քո իրավիճակը, որտեղից որ դու կտրված ես, որտեղից որ դու կտրել ես, կորցրել ես, գնա այդտեղ, գնացեք,
Քահանաները ձեզ դուրս են արել։ Քահանաները որոշել են, բայց ճիշտ են որոշել, չեն սխալվել։ Գնա այնտեղ։ Գնացեք ձեր անձերը ցույց տվեք, նորից ցույց տվեք, նորից փորձեք։ Ասում եմ, երբ որ իրանք հավատացին, երբ որ գնացին, մեկ աղաղակեց, ես իմ պատկերացնում եմ ասում։ Դե չկարող ես Աստվածաշունչը բացես, ասես ավելի եղբայրը, ես իմ որտեղից էր կարդում։ Մեկ աղաղակեց, ասես տղեկ, սրբավանք, մեր հրաշքը ստացանք։ Այն մեկը շրջվեց, ասեց ես էլ, այն մեկը տեսավ, ասեց ես էլ։ Բոլորը սրբվեցան։ Ես սիրելիս Հիսուսի հետ չեմ։ Այսօր շատերը կան, որ աշխարհում ու եկեղեցում, բայց Հիսուսի հետ չեն։ Բայց Հիսուսը ողորմեց, նորից նոր երազանք տվեց, թռնելու, հաղթանակելու ու հին ձևով չապրելու։ Այսօր երբ որ նայենք իմ քո կյանքին, մենք կտեսնենք, որ Աստված ամեն անգամ չի վարվում այնց, ոնց որ մենք արժանի ենք։ Այլ նորից շանս է տալի, որ նորից սկսես։ Այսօր շատերը մենք գիտենք, որ շատ կորցրած բաներ դու հետ չես բերի, բայց քո ներսիդ միտքը կվերականգնես ու դու ուրիշ ձև կանես։ Ու միգուցե պետք էլ չի, որ դու հետ բերես, բայց պետք է, որ ավելին ապրես, ավելի մեծ օրինակ լինես։ Ու գիտես, հետաքրքիր է, մի հատ պատմություն է Աստվածաշնչի մեջ, ես կկարդամ ու մենք կաղոթենք։ Սա Մարկոս Ավետարանի մի հետաքրքիր պատմությունն է։ Մարկոս Ավետարանի 4-րդ գլուխն է, 35-ից 40-րդ խոսքերը։ Այս փառք քեզի Տեր Աստված։ Այն օրը, երբ որ իրիկուն էր լինում, սա Հիսուսն է աշակերտների հետ նավակի մեջ, ու գրված է, որ Հիսուսը նավակի հետևում հանգիստ բարձի վրա քնած էր։ Ինչ հետաքրքիր տեսարան է, չէ՞։ Հետաքրքիր պատմություն է։ Հիմա կասենք, այս պատմությունը մեր հետ կապ չունի։ Չէ, ես ասեմ կապ ունի։ Չես կարող դու էլ ասես, որ կապ ունի։ Ու ես հետաքրքիր է, որ մարդիկ կային։ Շատերը կան, որ Հիսուսի հետ են։ Աշակերտները մի իրավիճակում էին ու հենց Հիսուսի հետ էին։ Եթե 10 բորոտները իրանց կյանքում իրանց մեղքերի, աշխարհի ինձած սխալների պատճառով առանձնացված էին, Հիսուսի հետ չէին, փափագով սպասում էին, աղաղակում էին, այստեղ Հիսուսի հետ էին։ Շատերը կան, չէ, թվում ես, թե դու հենց իրանց վրա պիտի հենվես, շատերը կան, որ թվում է, թե դու իրանց պետք է արդեն ուղարկես, շատերը կան, որ թվում է, թե մեծ հրաշքներ ու մեծ նշաններ թեգուց և իրանց հետ խոսելուց պտի հաստատվեն, բայց վաբշե տեղում չեն։ Դու գիտես, թե Հիսուսը իրանց հետ է, բայց իրանց հետ չի։ Իրանց հետ չի, իրանց մտքի մեջ։ Ու գիտես, իշքան ցավալ է, որ դու վաբշե չես հասկանում։ Անընդհատ խոսքը լսում ես, անընդհատ դու որոշումները գիտես, անընդհատ ամեն ինչ գիտես, բայց դու միշտ վախենում ես։ Հենց այն տվյալ իրավիճակին, որ դու պետք է գործես, հենց այն տվյալ վիճակին, որ դու պետք է տեղում լինես, որ դու պետք է այն բաները ցույց տաս, որը որ Աստված քեզանից սպասում է, դու տեղում չես։ Ու գիտես, մենակ մի կեղ չի, որ Հիսուսը զայրանում է։ Ստեղ էլ է զայրանում։ Եթե դու իր առոգանությանը տոնի նայես ու գրվածքի ձևի նայես, կհասկանաս, որ Հիսուսը սենց բարձացան, ես կարդամ, հետո մենք կնայենք։ Եվ ժողովուրդ թողեցին և նրան նավն առան։ Ինչպես որ նավում է, և ուրիշ նավակներ էլ կային նրա հետ։ Եվ քամի մեծ փոթորիկ էր լինում և ալիքները թափում էր նավի մեջ, մինչև որ համարյա արդեն լսվում էր։ Եվ ինքը նավի հետևի կողմը բարձի վրա հանգիստ քնած էր։ Գիտեք, սիրելիս, մի հետաքրքիր բան է մտքովս անցե, որ կուզենայի սենց անուն դնեի, ես հայերեն կասեմ, հետո հազար ներողությունով ռուսերեն է կասեմ։ Մեկ խառնաշփոթ իրավիճակ։ Եթե ռուսերեն ասեմ, բարդակ։ Պոլնի բարդակ։ Այսօր ինչքան մարդ կա, որ իր կյանքում բարդակ է։ Խառնաշփոթություն։ Ու Հիսուսի հետ է։
Գիտես, այս իրավիճակում իրանք Հիսուսի հետ էին, Հիսուսը հետևում հանգիստ քնած էր ու իրանց մոտ ամեն ինչ խառնվում է իրար, դուք պատկերացնում եք այդ իրավիճակը։ Դու վերցնում ես մի տեղից, ուզում ես քո կյանքը դզես, քո իրավիճակը դզես, ֆինանսերդ կառավարես, ընտանեկան հարցեր լուծես, ծառայության հարցեր լուծես, հարաբերություններ լուծես, այս կողմից վերցնում ես, այն կողմից լսվում է, այս կողմից դզում ես, այն կողմից հարվածում է, ու կանգնած ասում ես, այս ինչ խառը վիճակի մեջ եմ ընկել։ Սիրելիս, ես այսօր հենց իսկական իրականությունից եմ խոսում։ Այսօր շատ հոգևորների մեջ խաղաղություն չես գտնում, որտեղ չեն կարում իրանց խառը վիճակը կարգավորել։ Գիտես, այդ պահին պատկերացնում ես, նայում ես, ասում ես, բայց ես հենց հիմա ծառայության եմ, բայց ես հենց հիմա ծառայության մեջ եմ, բայց ես հենց նոր աղոթեցի, բայց ես հենց նոր էսի արեցի, բայց մենց նոր զոհաբերեցի, ու ֆռում ես, նայում ես, բախին հենց։ Ու անընդհատ ուզում ես դու հենց քո զորությունով, հենց քո ուժով այդ հարցերին լուծում տաս։ Ստեղ 12 աշակերտ կային, 12-ն էլ Հիսուսի հետ։ Գիտես, ինչքան արտահայտություն եմ լսել, բայց Տեր Աստված, ես քո հետ էի, չէ՞։ Բայց Տեր Աստված, այս ինչը սենց արեցի, չէ՞։ Այս ինչը Հովի ասածով արեցի, չէ՞։ Այս ինչը սենց արեցի, չէ՞։ Բայց հլի մի վարքան։ Եվ երբ որ տեսան, որ այս խառը իրավիճակից իրանց ուժն ու զորությունը չի երիքում, իրանք վազելով եկան, միգուցե աղաղակելով եկան ու ասացին, զարթնեցնում էին նրան եւ ասում, «Վարդապետ, հոգը չի, որ կորչում ենք»։ Եվ նա զարթելով քամին սաստեց, ասեց ծովին, «Լռիր, պապանձվիր»։ Այսօր շատերի կյանքում Աստված ասելու է ձեր կյանքի փոթորիկներին ու ձեր կյանքի ալեկոծություններին ասելու է լռիր ու պապանձվիր։ Եվ քամին դադարեց ու մեծ խաղաղություն եղավ։ Եվ 40-րդ խոսքը շատ կարևոր խոսք է, եւ ասեց նրանց։ Ու գիտեք, այստեղ ինքը հեչ հանգիստ էլ չասեց, սիրով։ Այդ սա իմ պատկերացումն է։ Ու ես գիտեմ դու կարդալով կհամոզվես դրանում։ Ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունիք։ Պատկերացնես Հիսուսը ներսես ոնց կասեր։ Դուք պատկերացնում եք Հիսուսը քո կյանքում։ Ասա երբ ինձ հավատացողների, ով որ ինձ հավատացին, ես բնակվում եմ իրանց մեջ։ Ամեն։ Ու կարևոր մի բան ասում են ցույց տուր մեզ Աստծուն, այ ասում է, երբ որ ինձ տեսաք, Աստծուն տեսաք։ Ասում է դուք չգիտեք, որ ես իմ հոր մեջ եմ։ Այս կարևոր բառեր են։ Դուք չգիտեք, որ ես Աստծո մեջ եմ։ Կարևոր բառեր են, բժշկող հարցի լուծում տվող բառեր են, եւ Հայրը իմ մեջ։ Կհիշես շարունակությունը ինչ ասում։ Եվ ես ձեր մեջ։ Ու դու պատկերացնում ես, դու ամեն ինչ ուզում ես քո ուժով, քո զորությունով։ Ամեն ինչ անում ես, որ այդ հարցի լուծումը տաս։ Ու երբ որ չես կարողանում այդ հարցի լուծումը տաս փոխանակ Աստծո սովորցրածը։ Սենց մա, չգիտեմ, հենց իմ բարբառով բառ օգտագործեցի։ Աստծո երազածը քո կյանքի համար։ Դու գիտես Աստծո երազածը որն է։ Որ դու հավատքով շարժվես։ Աստծո երազածն է, որ դու վախին հաղթես։ Ու երբ որ Աստված տարիների ընթացքում, քարոզների ընթացքում, հովերի շուրթերով, ծառայողների շուրթերով, Աստվածաշնչի տողերով, անընդհատ քեզ ցույց տալով իր հրաշքները տարբեր մարդկանց վկայություններով, եւ իրանք կճանաչեն ճշմարտությունը, սիրելիս, ո՞րն է ճշմարտությունը։ Ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտության գինը դա դու ես տալիս։ Երբ որ քո սրտի մեջ Աստված թագավորում է, դա է ճշմարտությունը։
Երբ որ Պիղատոսը հարցեց Հիսուս, ինձ ասա, ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտությունը հավատում են, չեն բացադրում, չեն քննարկում։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը քո մեջ է, երբ որ զարթնեց, ասաց ինչու վախկոտ եք, ինչու հավատք չունեք, ինչու չօգտագործեցիք այն զորությունը, որը որ ես տվել էի ձեզ, ինչու չօգտագործեցիք այն ինչը որ տեսաք ուրիշների կյանքում որ կատարվեց, ինչու հանգիստ չեք, ինչու չհավատացիք, որ եթե ես ձեր մեջ եմ, դու չես կործանվի։ Ինչու դու վախեցար փոթորիկներից, եթե փոթորիկ կանգնեցնողը քո մեջ է։ Եթե ես քո կյանքում չլնեի, եթե ես ձերդ չլնեի, եթե հանգիստ քնած չլնեի, դու կարայիր վախենայիր, որտև չկար։ Սելիս այսօր Այսօր մենք չպիտի հետ մնանք, մենք չպիտի տառապենք, թե ոնց կորցրեցինք, մենք պիտի Աստծո սիրտ ունենանք, մենք պիտի հավատքի աչքեր ունենանք, եթե գտանք Աստծուն, մենք ամեն ինչ գտանք, ինչ օգուտ ունի, եթե դու ամեն ինչ կստանաս, բայց Աստծուդ կկորցնես։ Սիրելիս, այսօր շատերը, գիտեք, ցավալի է, երբ որ մենք այս դեպքերից խոսում ենք, մենք սենց Աստվածաշունչը նայում ենք ու հասկանում ենք, որ ավելի քան կենդանի, քան Աստծո խոսքը, քան Աստծո ներկայությունը չկա։ Ու Աստված այսօր եկել է, գիտեք, ինչքան հետաքրքիր է։ Մենք սկզբից խոսացինք, որ ով կարող բարձրացնի քեզ։ Աստվածաշունչը, Աստծո խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հիսուսը, գիտեք, այսօր կանգնած ասում է քո կյանքիդ ալեկոծությանը ծովերին ասեց լրիր, քամիներին ասեց դադարեք ու պապանձվեք եւ մեծ խաղաղություն եղավ։ Եվ մեծ խաղաղություն եղավ։ Ու գիտեք ինչ հետաքրքիր բան ասեցին եւ իրանք եւ մեծ վախով վախեցան եւ իրար ասում էին սա ով է արդյոք։ Դու կարող ես քո սրտի մեջ ասել հա իմ Աստված ով է։ Ահա ով է Հիսուս Քրիստոսը, սա ով է արդյոք, որ քամիներն էլ, ծովերն էլ հնազանդվում են իրան։ Չկա աշխարհում մի բան, որ չհնազանդվի Հիսուս Քրիստոսին։ Սելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ մի բան հասկանանք։ Աստվածաշունչը ցավալի բաներ շատ կա գրած։ Դրանցից մեկն էլ իմ համար այնտեղն է, որ գրված է եւ Հիսուսը չէր կարողանում ոչ մի հրաշք անել իրանց անհավատության պատճառով։ Սա իմ համար ցավալի տողերից մեկը։ Ես գիտեմ, որ մենք այսօր ու ամեն անգամ երբ որ գալիս ենք խոսքը լսելու, մենք հաղթանակի համար ենք գալիս։ Ես չեմ տեսել մի մարդ, եթե տեսել ես, ուրեմն իր հետ մի բան է ինչի։ Ես չեմ տեսել մի մարդ, որ ինքը առավոտվանից, երբ որ աշկերը բացում է, մտածում է այդ օրը ինչ բան անի, որ իր կյանքում վատ լինի։ Բայց մարդ ճանաչում եք, որ սպեցիալնի, պրինցիպիալնի ինքը անի այն, որ իր կյանքում վատ լինի։ Ուրեմն մի բան է ինչի, չէ՞, նորմալ չէ։ Մարդ մտածում է ինչ անի, որ լավ լինի։ Գրված է, որ Հիսուսը չէր կարում ոչ մի հրաշքներ անել իրանց անհավատության պատճառով։ Այսօր սիրելիս ոնց ուզում ես նայի։ Միակ տեղը, որ դու կարաս բարձրանաս, միակ տեղը, որ դու կարաս հաղթանակես, միակ տեղը, որ դու կարող ես խաղաղ լինել,
Դա Հիսուս Քրիստոսի հետ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ ժամանակ, գիտեք, մարդիկ ասում են, սա այս եղբայրը ուժեղ հավատքի ուսուցիչ է, չէ։ Չկա հավատքի ուսուցիչ։ Հիսուսին դու կտեսնես, որ ինքը հավատքի չէր սովորացնում, ցույց էր տալիս։ Ցույց էր տալիս։ Դու կտեսնես, երբ որ Հիսուսը մոտեցավ թզենուն, ասեց, դուք էլ կարող եք անել, եթե մանանեխի չափ հավատք ունենաք, դուք էլ կարող եք սարերը շուռ տալ, դուք էլ կարող եք հրաշքներ, նշաններ, դևերին ազատագրել, դուք էլ կարող եք, սա է հավատքը։ Գիտեք, մեկ է ինչքան հետաքրքիր մի ուժեղ, երբ որ Հիսուսը պետք է գնար արդեն հոր մոտ, ասեց ես կուղարկեմ, կաղաչեմ հորը, որ զորավոր Աստծո հոգին, Սուրբ հոգին, ամեն ժամանակ բնակվի ձեր մեջ, բնակվի ձեր հետ, ձեզ ուղեկցի զորություն տա։ Այսօր սիրելիս, մենք արդեն հաղթանակած ենք, որտև Սուրբ հոգին կենդանի է այստեղ։ Հենքա ուղղակի ասես Տեր, արդեն հոգնել եմ, էլ չեմ ուզում կորցնեմ։ Ուզում եմ կանգ առնի, բժշկություն կա։ Թող ես դորոտությունը կանգնի, ես գիտեմ, որ դու հեն Աստվածն ես, որ իրավիճակներ կփոխես։ Ես իրոք չեմ հասկանում են մարդկանց, ովքեր որ չեն ուզում իրենց իրավիճակը փոխվեն։ Հա, սենց լավ է, լավ չի։